Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր խոսել է Նայրիտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով այսքան տարիների ընթացքում ինչ գործարանը չի աշխատել, կուտակվել է շուրջ 5.5 միլիարդ դրամի պարտք։ Պարտքի կուտակումը կանխելու նպատակով 2014 թվականի նոյեմբերից չաշխատող 1900 աշխատակից կրճատվել է։ Ներկայումս գործարանում մնացել են 480 աշխատակիցներ, ովքեր կիրականացնեն գործարանի պահպանությունն ու անվտանգությունը։ Նախարարը դժվարանում է հստակ ժամկետներ նշել, սակայն նրա խոսքով ներկայումս քայլեր են ձեռնարկվում նայրիցիների աշխատավարձը հնարավորինս շուտ վճարելու համար։ Ժամկետներ նշելը բավականին պատասխանատու բան է այսօր ստեղծված իրավիճակում, որ քանի ամիս հետո մենք կարող ենք ամբողջ աշխատավարձի հարցը լուծել եւ աշխատավարձ վճարել բոլոր աշխատակիցներին, աշխատող եւ չաշխատող աշխատակիցներին, բայց ես հույս ունեմ, որ մինչեւ տարվա վերջ մենք կարող ենք հավանաբար հնարավորություններ կստեղծվեն աշխատավարձի, ամբողջ աշխատավարձի հարցը լուծել։ Արդյոք պարտքերի մարումից հետո Նայրիտը կվերագործարկվի։ Նախարարի համոզմամբ դրա համար անհրաժեշտ է 250-ից 350 միլիոն դոլար։ Նայրիտ գործարանի հետագա վերագործարկումը, շահագործումը գտնում են ոչ նպատակահարմար։ Դա բոլորովին չի նշանակում, որ այդ հարցով չզբաղվել, վերջնական որոշողը կառավարությունն է հետագա ճակատագրի։